Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր իր թիմակիցների ու աջակիցների ուղեկցությամբ մասնակցել է Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքում մատուցվող պատարագին, ինչի կապակցությամբ դեռ լուսաբացից գյուղում ոստիկանական զգալի ուժեր են կենտրոնացվել։ Պատարագի ներկա է նաև Մեծամորի համայնքապետարանի բարեկարգման բաժնի աշխատակիցները, որոնք սակայն խուսափում էին մեկնաբանել իշխանությունների որդեգրած հակաեկեղեցական քաղաքականությունը։ Այդուհանդերձ համայնքային ծառայողներից ոմանք խոստովանեցին, որ թեև իզորու չեն կանխելու վերադասի որոշումները, սակայն հոգևորականների նկատմամբ ճնշումներն ու եկեղեցական արժեքների խաթարումն անթույլատրելի են համարում։ Մայրաթոռը խստորեն դատապարտում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը եկեղեցու ներքին գործերին։ Մայրաթոռ Սուրբ Էջմիածինը տեղի ունեցածը որակել է եկեղեցու դեմ սանձազերծված արշավ եւ բռնաճնշումների հերթական դրսեւորում, որի անմիջական նպատակն է խաթարել Ավստրիայում գումարվելիք եպիսկոպոսական ժողովի բնականոն աշխատանքները։ Խստորեն դատապարտելով իշխանությունների այս բացահայտ միջամտությունը եկեղեցու ներքին գործերին, Մայրաթոռը հորդորում է իրավապահ մարմիններին զերծ մնալ Սահմանադրության ու մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումներից եւ հարգել եկեղեցու ինքնավարության սկզբունքը։ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը իրազեկման արշավ է սկսում Հանրապետությունով 1։ Մեր ձևով շարժման անդամները Հայաստանի մարզերում ներկայացնելու են Սամվել Կարապետյանի 5 քայլերը դեպի ուժեղ Հայաստան տնտեսական ծրագրի մանրամասները։ Կարապետյանի գլխավորած ուժի ներկայացուցիչները մեծ ավտոբուսով շրջելու են Հայաստանով ու մեր երկրի քաղաքացիներին պատմեն տնտեսական փոփոխությունների ծրագրերը։ Ավտոբուսի վրա պատկերված են Սամվել Կարապետյանի լուսանկարն ու տնտեսական ծրագրի կետերը։ Դրանցից առաջինը 300,000 նոր աշխատատեղերի ստեղծումն է, հատկապես մարզերում։ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց իր պատմական ու տպավորիչ մրցելույթները Եվրո 2026 թվականի առաջնությունում։ Քառորդ եզրափակչում 0-3 հաշվով մեր ֆուտզալիստները զիջեցին Խորվաթիայի ընտրանուն։ Այդուհանդերձ մրցաշարի նորեկ մեր հավաքականը հեռանում է գլուխը բարձր, խմբային փուլում գրավելով առաջին հորիզոնականը եւ հաղթանակներ տոնելով Ուկրաինայի եւ Չեխիայի հզոր ընտրանիների նկատմամբ։ Կիսաեզրափակիչ անցած խորվաթներն այժմ կսպասեն Իսպանիա-Իտալիա զույգի հաղթողին, իսկ մյուս կիսաեզրափակչում պայքարը կշարունակի Ֆրանսիայի ընտրանին։ Իրանն ու Միացյալ Նահանգները հաստատել են ուղիղ հաղորդակցության ուղիների գործարկումը։ Նպատակը Պարսից ծոցում հնարավոր ռազմական բախումը դիվանագիտական ճանապարհով կանխելն է։ Նախագահ Թրամփը հայտարարել է Թեհրանի հետ սկսված լուրջ բանակցությունների մասին։ Նա ընդգծել է Իրանի միջուկային ծրագրերը սահմանափակող նոր համաձայնագրի անհրաժեշտությունը, սակայն զուգահեռաբար տարածաշրջան է ուղարկվել ամերիկյան ռազմածովային մեծ ուժեր։ Իրանը քննադատել է Միացյալ Նահանգների ռազմական ներկայությունը իր ափերի մոտ։ Թեհրանը այն համարում է սպառնալիք։ Իրանական կողմը հայտարարել է, որ արդյունավետ երկխոսությունը հնարավոր է միայն սպառնալիքների դադարեցման եւ իր տարածքի ինքնիշխանության հարգման դեպքում։ Տարածաշրջանում լարվածության նվազեցման շուրջ Կատարի վարչապետը հանդիպել է Ալի Լարիջանիի հետ։ Կողմերը վերահաստատել են տարածաշրջանում իրավիճակի թուլացմանն ու կայունության ապահովման միտված ջանքերը։ Լարիջանին հայտնել է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների նախապատրաստության մասին։ ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը արդյունավետ եւ կառուցողական է որակել Մայամիում Ռուսաստանի Դաշնության նախագահի ներկայացուցիչ Կիրիլ Դիմիտրիևի հետ կայացած բանակցությունները։ Ուիթքոֆն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստակամություն է հայտնել քայլեր ձեռնարկել ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ։ Ամերիկյան կողմից բարձրաստիճան պատվիրակության կազմում բանակցություններին մասնակցել է նաեւ ֆինանսների նախարարը եւ Ջարեդ Քուշները, ինչը վկայում է Թրամփի վարչակազմի պատերազմին շուտափույթ հանգուցալուծում տալու մտադրության մասին։ Մինչ նախագահ Թրամփը լավատեսորեն հայտարարում է վերջնական համաձայնության մոտ լինելու մասին, Կիևը սպասում է Վաշինգտոնի հավելյալ պարզաբանումներին, հաջորդ շաբաթ Աբու Դաբիում նախատեսվող բանակցությունների երկրորդ փուլին ընդառաջ։ Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի ռազմածովային ուժերը Հնդկական օվկիանոսում կանցկացնեն ծովային անվտանգության գոտի խորագրով 8-րդ համատեղ զորավարժությունները։ Այս միջոցառումն ունի ռազմավարական նշանակություն։ Դրան կմասնակցեն Իրանի կանոնավոր բանակի ստորաբաժանումները, կներգրավեն նաեւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը։ Մասնակցություն կունենան նաեւ Պեկինի եւ Մոսկվայի համապատասխան ստորաբաժանումները։ Նման ձևաչափով զորավարժությունները մեկնարկել են 2019 թվականին Իրանի նախաձեռնությամբ եւ արդեն իրականացվել են 7 հաջողված զորավարժություն։ Իսրայելը կրկին ինտենսիվ հրթիռակոծության է ենթարկել Գազայի հատվածը։ Ըստ տեղական լրատվամիջոցների զոհերի թիվը հասել է 31-ի, որոնցից 6-ը երեխա։
Արյունալի հարձակումները տեղի են ունենում Ռաֆայի անցակետի վերաբացման նախօրեին։ Այն կբացվի 2024 թվականի մայիսից հետո առաջին անգամ հրադադարի համաձայնագրի շրջանակում։ Իսրայելը նախատեսում է թույլատրել միայն սահմանափակ տեղաշարժ, հումանիտար բեռների մուտքը չի թույլատրվելու։ Ի պատասխան Համասը կոչ է անում հարգել ձեռք բերված պայմանավորվածությունները։ Կազմակերպությունը պահանջում է վերացնել բոլոր սահմանափակումները։ Պատերազմի սկզբից ի վեր զոհերի թիվն արդեն գերազանցել է 71600-ը։ Պակիստանի Բելուչստան նահանգում Բելուչստանի ազատագրման բանակ անջատողական խմբավորման իրականացված լայնածավալ ու համակարգված գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 15 իրավապահ եւ 18 խաղաղ բնակիչ։ Զինյալները միաժամանակյա հարձակումներ են գործել նահանգի 9 շրջանի ոստիկանական բաժանմունքների եւ ռազմական օբյեկտների վրա։ Ի պատասխան այս գործողությունների անվտանգության ուժերը ոչնչացրել են շուրջ 92 զինյալի, իսկ նահանգային իշխանությունները վերահաստատել են ահաբեկչական սպառնալիքներին դիմակայելու իրենց անսասան վճռականությունը։ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքում հորդառատ անձրևների պատճառով Ռուբայայի հանքավայրերում տեղի ունեցած սողանքի հետևանքով զոհվել է առնվազն 200 հանքափոր։ Աղետը տեղի է ունեցել M23 ապստամբական խմբավորման վերահսկողության տակ գտնվող տարածքում, որտեղ հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել են անօրինական ու առանց անվտանգության նորմերի շահագործվող տասնյակ թունելներ։ Այս հանքավայրերն ապահովում են համաշխարհային էլեկտրոնիկայի համար կենսական նշանակություն ունեցող կոլումբիտի պաշարների զգալի մասը, սակայն շահագործման պարզունակ մեթոդները պարբերաբար հանգեցնում են նմանատիպ ողբերգությունների։